Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը ապրանք չի, վաճառքի ենթակա չի, Սամվել Կարապետյան եւ բոլոր այդպիսիք։ Հայաստանում անկախությունը ապրանք չի վաճառվում։ Ձեր փողերը պահեք ձեզ, վայելեք, գնացեք ինչ ուզում եք արեք, ու ինչ որ անում էիք։ Հայաստանում այդ երկուսը վաճառքի ենթակա չեն, ժողովրդավարությունը եւ անկախությունը չեն վաճառվում։ Ես իսկ Թաթոյանը ինչ է առաջարկում, չգիտեմ, թող հայտարարեն, տեսնենք։ Ինչ որ հայտարարել է Սամվել Կարապետյանը, դրա վերաբերյալ կան դատարանի որոշումներ, նրան մեկուսացրել են հասարակությունից, դատարանի որոշումով։ Քաղաքական իշխանության ուղիղ ցուցումով են մեկուսացրել։ Բայց ուրիշ ինչ պետք է անի քաղաքական իշխանությունը, անգործություն անի, որ հեղափոխություն անենք, քաղաքական իշխանությունը պարտավոր է ապահովել մեր երկրում ժողովրդավարությունը։ Դատարաններին ցուցումներ տա։ Դատարանին ցուցում է դա։ Բայց դատարանի գործը ինչ է, եթե օրինակ ես ասեմ, իմ գործով ես զարմանում եմ, որ ցուցում չեն տալիս դատարանին։ Դատարանը վերցրել է, վարույթ է վերցրել Սամվել Կարապետյանի դիմումը խոսքի իրավունքը սահմանափակելու մասին։ Նա պրակտիկայել ունի մի 20-30 հոգու։ Դեմ արդեն գործ է ինքը, ու դատարանը ընդունում է դա։ Ես կարծում եմ, որ դատարանին հարկավոր է բդխն թող կանչի միա դա։ Ոնց եք դուք վարույթ ընդունում։ Մարդը բանտից դատարանի որոշումով ազատազրկված է ժամանակավոր, հա, 2-3 ամիս, քանի ամիս է, չգիտեմ։ Ազատազրկման տեղից դատարանի որոշումով։ Դիմում եմ դատարանին, ասում է խոսքի ազատությունը սահմանափակեք Հայաստանում։